Ժողովուրդ թերթը գրում է. Էկոնոմիկայի ներկայիս նախարար Գևորգ Պապոյանը, ով փորձում է թաքցնել մինչև 2018 թվականն ունեցած իր ՀՀԿ-ական անցյալը, ՔՊ-ի օրոք դարձավ ոչ միայն նախարար, այլ նաև մի շարք կառույցների խորհրդի անդամ կամ նախագահ։ Նա ՔՊ վարչության կազմում հայտնվեց եւ դարձավ առաջամարտիկ, փոխնախագահ, եւ այս ընթացքում կուտակեց կապիտալ։ Ժողովուրդ օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Գևորգ Պապոյանը 2018 թվականին գնել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում։ Հետո եւս մեկը գնել է 2022 թվականին։ Երկու բնակարաններն էլ Երևանում են։ Որպես տրանսպորտային միջոց նախարար Պապոյանը հայտարարել է 1992 թվականի արտադրության ՎԱԶ մակնիշի ավտոմեքենա, բայց նա ծառայողական ավտոմեքենայով է երթևեկում։ Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա նախարարի բանկային ավանդները կազմել են $20475, իսկ բանկային հաշիվների մնացորդները գրեթե 4,2 միլիոն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,9 միլիոն դրամ։ Տեղեկացնենք, որ Գևորգ Պապոյանի 2024 թվականի տարեկան եկամուտները կազմել է 25 միլիոն 414 հազար դրամ, որից 16 միլիոն 191 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, 2 միլիոն 984 հազարը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմից։ Նախարարը 3 միլիոն 594 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։ Պապոյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացել է եկամտահարկի վերադարձ 1 միլիոն 729 հազար դրամի չափով։ Նրա եկամուտների մյուս մասը վարկեր են տարբեր բանկերից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 միլիոն 386 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Պաշտոնական աղբյուրներից Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Գևորգ Պապոյանը հանդիսանում է Lydian Resources Armenia Limited բաժնետիրական ընկերության եւ Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի անդամ։ Գևորգ Պապոյանը, լինելով նախկինների քաղաքականության կրողը, հանդիսանում է Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Սա այն նույն ընկերությունն է, որը ղեկավարում է Արարատ Միրզոյանի կինը, իսկ խորհրդի կազմում է ամբողջ ՔՊ վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Արդեն կանխատեսումներ կան, որ այս հիմնադրամը դառնալու է ANIF-ի նման ձախողված մի հիմնարկ, որը պետբյուջեի համար արժեցավ 5 միլիոն դրամ։ Նկատենք նաև, որ Պապոյանը թաքցնում է մինչև 2018 թվականի իր քաղաքական անցյալը։ Նա 2005-ից 2018 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի անդամ, սակայն կառավարության կայքում տեղադրված կենսագրականում այդ մասին ոչինչ չկա։ Նա խնամքով թաքցնում է նախկին Թալանչի ռեժիմի մասը կազմած իր անցյալը, կատաղի պայքարելով իր իսկ անցյալի դեմ։